Պարոն Ապետյան, բայց այնուամենայնիվ պետք է նաև ֆիքսենք, որ ռազմաճակատում իրավիճակը այն չէ, որը որ կուզեր ռուսական կողմը։ Չէ, որ ռուսական կողմով սուբյեկտով է ղեկավարություն թե ժողովուրդ, դրանք տարբեր բաներ են։ Ղեկավարությունը, որովհետև չի լուծվել իրենց արժև դրված խնդիրը։ Իսկ մենք գիտենք իրենց արժև ինչ խնդիր են դրել կամ զորքերի առաջ։ Այսինքն իրենք խնդիր են դրել ժամ առաջ օրինակ այդ 4 մարզերը ազատագրել։ Ես ասեմ, որ կարող է խնդիր ընդհանրապես դրած չկա։ Իրենք խնդիր են դրել ուկրաինական տնտեսությունը, էներգակիրները, կոմունիկացիաները եւ քրիտիկական ենթակառուցվածքները ոչնչացնել։ Իրանք խնդիր չեն դրել մտնել բնակավայրը վերցնել։ Օրինակ ժողովուրդը ոնց է մտածում, բանակը հաղթում է թե չի հաղթում։ Երբ որ զորքը մտավ քաղաքը վերցեց, ասում է հաղթում է, ճիշտ է։ Մոտեցում է։ Իսկ հիմա ես ասեմ, եթե Ուկրաինայի ամբողջ տնտեսությունը ավերվում է, բայց ռուսական զորքը քաղաքն չի մտնում։ Իրան 1000 տարի պետք չի։ Որ մտնի ինչա օկուպանտի բանը պիտակ ունենա, չէ։ Հիմա ինքը իդեպ ասեմ, ռուսական կողմը անում է այն, ինչ Միացյալ Նահանգները փորձում է Իրանի գլխին բերել։ Բարձ եմ ասում։ Այսինքն Իրանը օրինակ ամերիկյան զորք չի մտնում, չէ՞ Իրան։ Քրիտիկական ենթակառուցվածքներին է խփում։ Հա, գործարաններին է հարվածում։ Նպատակը տնտեսությանն է հարվածում, որ դժգոհության ֆոն լինի։ Հիմա Ռուսաստանը ոչ թե դժգոհության ֆոն է ապահովում, այլ ոչնչացնում է հիմնահատակ։ Ես ասում եմ Ուկրաինայում վաղը չմիսօրը վարելիք ընդհանրապես չի լինելու։ Որտեղ վարելիք, ասենք հիմնականում բերում են սև ծովով, տանկերներով, տանկերը էլ չի մոտենում սև։ Նավահանգիստ գոյություն չունի, բոլոր տանկերները թիրախարում են նավերը։ Որ ճանապարհներով, հիմա վարելիք չի լինելու։ Ինչ էլ որ կա այդ վերամշակման գործարանները ոչնչացվում է։ Արտադրությունը ոչնչացվում է։ Քաղաք չի մտնում, ռուսական տանկերը այս անգամ, ես ձեզ վստահեցնում եմ, Ռուսաստանի ղեկավարությունը նման խնդիր չի դրել իր բանակի առաջ, ուրեմն բան անել, վերցնել քաղաքներ, գրավել Կիևը, 1000 տարի ռուսին պետքա Կիևը գրավի։ Ես ձեզ ասում եմ, իմ գնահատմամբ զինվորականների արչև ինչ խնդիր է դրած։ Եվ դա դրած չի շատ արագ։ Քաղաքական որոշումով է որոշում զինվորականները ինչքան առաջ պետք գնան։ Ասեմ ինչ խնդիր է դրած։ Դնեպրը աճ ու ձախ ափերը ռուսական կողմը վերցնելու, աճը իրենն է։ Ձախը ինքը վերցնելու է բուֆերային գոտի սարքելու համար, որ այդտեղ ՆԱՏՕ-ի բանակ խաղարարի անվան տակ վաղը չմիսօրը չգա։ Իր սահմանակից 3 շրջանները՝ Սումայի մարզը, Դնեպրոպետրովսկի մարզը եւ Խարկովի մարզը։ Բարձ եմ ասում։ Այս 3 մարզերում ինքը ավերելու է ամեն ինչ, որ դառնա բուֆերային գոտի, որ ամերիկյան, եվրոպական զորքերը այդտեղ չգան խաղարարի դրոշով, որը էլի վտանգ կարող է առաջացնի կոնկրետ Ռուսաստանի, որտեղ երբ որ Կուրսկի մարզ մտան Ռուսաստանի դաշտության, Սումայից մտան, սահմանակից տարածքը Սումայի մարզն էր։ Հիմա այդ 3 շրջանն է տեղ վերցնելու, ավերելու ամեն ինչ։ Այստեղ միայն քրիտիկական ենթակառույցները գործանը չէ, ամեն ինչ պետք է ավերի։ Անմարդաբնակ տարածք։ Եվ եւս 2 շրջան կա Ռուսաստանում շատ կարևոր։ Ուկրաինային կտրելու է ինչից։ Իր հիմնական սնուցման վայրերից, ծովից։ Օդեսայի եւ Նիկոլաևի մարզը շատ ճիշտ է։ Այդ 2 մարզերը եւս ավերելու է։ Իսկ Օդեսան ինքը այնուամենայնիվ ամբողջովին չի ավերի, որտեղ Օդեսայով Ռուսաստանը ցամաքային կապ ունենալու Մոլդավիայում գտնվող Մերձդենստրի Մոլդավական Հանրապետության հետ, որտեղ ապրեն 400,000 ռուս, ռուսախոս եւ Ռուսաստանի քաղաքացի։ Սա իմ կարծիքով Ռուսաստանի ռազմական ղեկավարության քաղաքականությունն է, ռազմական, բայց որը ենթակա է քաղաքական որոշումներին։ Օրինակ, եթե 1941-45 թվականներին բանակը կառավարչական ամբողջ ապարատը, քաղաքացիական հիմնարկները ենթարկվում էին ուրեմն ղեկավարության ռազմական պետական կոմիտե կար ստեղծված, որի ղեկավար Ստալինն էր։ Ինքը ռազմական ղեկավարություն էր, քաղաքական չէր։ Եվ այդ երկրի խորհրդային միության հետ կապված ամեն ինչ որոշվում էր ռազմական մասնագետներով, հա, քաղաքական ինքը ածանցվում էր։ Հիմա որոշվում է քաղաքական որոշում, ռազմականն է ածանցվում, բարձ եմ ասում։ Այսինքն քաղաքական որոշումը, օրինակ որոշված է, օրինակ հիմա Ռուսաստանը հնարավորություն ունի, օրինակ Կիև վերցնելու։ Տեսականորեն ասում ենք այո, շատ զոհերով, բայց կարող է վերցնել։ Ես գործնականում
Չէ, գործնականում էլ իսկապես կարող է, բայց իրեն պետք է ասեմ ինչու, որտեղ երբ որ ռուսական տանկերը մտնեն ուկրաինական այդ քաղաքներ, որտեղ խաղաղ բնակչություն կա, չէ, տասնյակ միլիոնավոր մարդիկ։ Այդ մարդիկ ռուսական տանկերին ծաղիկներով չեն դիմավորելու։ Դավիթ, դիմավորել են որպես օկուպանտ։ Իրենց երեխաները, թոռները, սերնդե սերուն։ Այդ դրա համար Ռուսաստանը չի մտնում, հասկանում եք դուք։ Ինքը թողում է, որ նացիստական ռեժիմի տապալողը լինի ոչ թե 90 կամ 80 տանկը իր էկիպաժով, անձնակազմով, այլ ուկրաինացին։ Բարձեմ ասում, ուկրաինացին պետք է տապալի Զելենսկու եւ Զելենսկուն հետո եթե իրավը հաջորդ պատրաստում են, իսկ հիմա ոնց որ պատրաստում են Ֆյոդորովի հետ կապիկությունը որ անում են, ժողովուրդը պետք է տապալի։ Ոչ ռուսական տանկերը մտնեն։ Առաջ հայնական պատերազմի ժամանակ խնդիրը ո՞րն էր, տանկը ժամ առաջ մտնել այդտեղ, չէ՞, ցանկացած օկուպացված տարածք ազատագրել, ճիշտ է։ Հիմա այդպես խնդիր չկա դրած, որտեղ այդ խնդիրը Ռուսաստանի Դաշնության համար հետագայում մոտակա 10-20-30 տարվա համար այդտեղ ապրողները դիտելու են որպես օկուպանտներ, որ իր երկիր է մտել։ Թալանում այս անում են անում, քարոզությունը ամեն դեպքում ուղեղները լվացք կան, էլի։ Դա համար Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունից տրիվիալ բաները ինքը հաշվում է։ Դա համար ինքը լուծում է այն նվազագույնը, որ իրեն պետք է նորից եմ ասում, Դնեպրի Ձախափը, Օդեսա, Նիկոլաև ու վերջ։ Մնացածը, բայց ինքը նաև սնությունն է կտրում։ Այս պատական չասի Օդեսային, էս արդեն 4-5-րդ օրն է, Օդեսայում նավահանգիստը ամեն ինչ ավերվում է։ Եվ հիմնական որպես զարկերակ այդ երկիրի սնուցման եւ սնունդի հետ կապված եւ զենք զինամթերքի հետ կապված Օդեսայով էր արում Նիկոլաև, այնտեղ նաեւ այլ փոքր քաղաքներ կան նավահանգստային։ Այս հարցը ինքը լուծում է եւ սկզբունքորեն պատական չի որ 4 միլիոն մարտական կորուստ ունեցող պետությունում ժողովուրդը նաեւ հոգեբանորեն պատրաստ է իշխանության տապալմանը։ Պաշտպանության նախարար Ֆյոդորովի իհարկե դա արեմուտքը ինչ որ ձևով պատրաստեց, փողոցը գեներացրեց, բայց ակնհայտ է որ ժողովուրդը պատրաստ է փողոց իջնելու։